Կառավարության 2025 թվականի որոշումը էականորեն պարզեցրել է կենսաթոշակի և ստաժի հաշվարկման գործընթացը։ Այս թեմայի շուրջ մենք կզրուցենք Միասնական սոցիալական ծառայության 14-րդ բաժնի, որը նաև սպասարկում է Լոռու մարզը, բաժնի պետ Էդգար Թորոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Բարև ձեզ։ Այսօր շատերին է հետաքրքրում, թե ինչ գործընթաց պիտի անցնի, երբ որ հասնի թոշակի տարիքի կամ առհասարակ։ Եվ հենց սկսենք 2025 թվականի կառավարության այդ որոշումից, ինչ փոփոխություններ են կատարվել, խնդրեմ զրուցենք այս թեմայի շուրջ։ Առաջինը, ինչ փոփոխություններ են կատարվել կենսաթոշակի նշանակման գործընթացում։ Կառավարությունն ընդունել է որոշում, որը ուժի մեջ է մտել արդեն 2025 թվականի նոյեմբերի 8-ից։ Այս որոշումը էական նշանակություն կունենա կենսաթոշակների նշանակման գործընթացում։ Ընդունվել են մի քանի դրույթներ, որոնք կենսաթոշակ նշանակելիս բավականին կհեշտացնեն, կպարզեցնեն աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը։ Հասկանալի լինելու համար մի փոքր մանրամասնեմ մինչ այդ գործող կենսաթոշակների նշանակման գործընթացը։ Իհարկե, այս դրա համար էլ այստեղ եք դուք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակների նշանակման գործընթացը բազաների տվյալներից ելնելով տեղեկատվական բաժանել է 3 խմբերի։ Մինչև 1992 թվականը, 1992-ից 2004 թվականները, 2004-ից մինչև 2013 և 13 թվականներից հետո։ Վերը նշված ժամանակահատվածներում կենսաթոշակի ստաժի հաշվարկման իրավական կարգավորումները տարբեր են, պայմանավորված աշխատանքի սոցհարցերի նախարարությունում եղած տվյալների բազաներով։ Մինչև 1992 թվականը դա խորհրդային ժամանակահատվածն է։ Աշխատանքային ստաժը հաստատվում է աշխատանքային գրքույկում կատարված գրառումների հիման վրա, կամ եթե անձը աշխատանքային գրքույկ չունի, աշխատանքի ընդունման ազատման վերաբերյալ արխիվային փաստաթղթով կամ տեղեկանքով։ 92-ից 2004 թվականները մեր աշխատանքային ստաժի հաստատման ամենաբարդ ժամանակահատվածն է։ Դա պայմանավորված է նրանով, որ աշխատանքի սոցհարցերի նախարարությունում նշված ժամանակահատվածի համար տեղեկատվական բազաներ, շտեմարաններ, կարելի ասել գրեթե չկան, չեն պահպանվել։ Իսկ 2004 թվականից մինչև 2013 թվականը դա անհատական հաշվառման տվյալների ժամանակահատվածն է։ Այսինքն մեր մոտ կան բավականին տվյալներ, կան անհատական հաշվառման բազաներ։ 2013 թվականից սկսած դա պետական եկամուտների կողմից վարվող տեղեկատվական շտեմարանն է, որում ամբողջական տվյալները առկա են, մենք տիրապետում ենք։ Նշեմ նաև, որ 1992 թվականից մինչև 2013 թվականը աշխատանքային ստաժը հաստատելու համար բավարար չէ միայն աշխատանքային գրքույկը։ Անհրաժեշտ է նաև, որ քաղաքացին ներկայացնի սոցիալական վճարներ կատարելու վերաբերյալ կամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ տեղեկանք։ Դա պայմանավորված է նրանով, որ նշված ժամանակահատվածում կազմակերպությունները, գործարանները աշխատել են պարապուրտներով, աշխատողներին ժամանակին աշխատանքից չեն ազատել կամ ընդհանրապես չեն ազատել, բայց ակնհայտ է, որ տվյալ ժամանակահատվածում կազմակերպությունները չեն աշխատել։ Իսկ կենսաթոշակը նշանակվում է ոչ միայն աշխատանքային գործունեության համար, այլ նաև աշխատելու և այդ տարիներին կենսաթոշակի իրավունք տվող վճարներ կատարած լինելու համար։ Կառավարության այս որոշմամբ հիմնականում պարզեցվել են 1992-ից 2004 թվականների աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգը, մեխանիզմները։ Մինչ այդ գործող օրենսդրությամբ կային միայն մի քանի դեպքեր, երբ 1992-ից 2004 թվականները աշխատանքային ստաժը հաստատվում էր միայն աշխատանքային գրքույկով։ Այս որոշմամբ առանձնացվել են այն կազմակերպությունները, որոնք նշված ժամանակահատվածում հիմնականում աշխատել են, պարապուրտներ չունեն։ Այդ կազմակերպություններում աշխատելու դեպքում անձը ներկայացնում է ստաժի հաստատման համար միայն աշխատանքային գրքույկ։
Այսինքն սոցիալական վճարներ կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ անհրաժեշտ չի։ Դուք նշում եք, որ 1992 թվականից 2004 թվականները, դրանք այն թվականներն են, որ Հայաստանը կարծես թե շատ խառը իրավիճակում էր, ցուրտ ու մութ տարիներ, երկրաշարժ, պատերազմ եւ բազմաթիվ արտադրական միավորումներ, կոոպերատիվներ եւ այլն եւ այլն։ Մարդիկ պարզապես աշխատել են այդտեղ, նրանց համար ոչ սոցվճար է վճարվել, ոչինչ չի արվել, բայց գործատուն, չգիտես ինչու պահել է այդ վճարները, ներկայացնելով, որ ամեն ինչ կարգին է։ Հետագայում, երբ որ հիմա, օրինակ, մարդը եկել է հասել թոշակի տարիք, դիմում է այդ տվյալ գործատուին, գործատուն ասում է կամ պեչատը չկա, կամ ես լիազորություն չունեմ եւ այլն եւ այլն։ Այդ պարագայում ինչ անի քաղաքացին։ Եթե մարդը աշխատանքային գրքույկը կորցրել է կամ ձեր նշած գործատուները տվյալներ չունեն, նման դեպքերում միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հնարավորություն ունի քաղաքացուն օգնելու, օժանդակելու։ Օրինակ, քաղաքացին երբ գալիս է կենսաթոշակի նշանակման դիմում է ներկայացնում, կենսաթոշակի նշանակման դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է նաև աշխատանքային գործունեության վերաբերյալ հայտարարություն։ Հիմք ընդունելով այդ հայտարարությունը մենք հարցում ենք կատարում Հայաստանի ազգային արխիվ։ Հայաստանի ազգային արխիվում տվյալները տվյալ կազմակերպության պահպանված չլինելու կամ արխիվ հանձնված չլինելու դեպքում ազգային արխիվի ուղղորդմամբ մենք հարցում ենք կատարում գործատուին։ Եթե այդ կազմակերպությունը արդեն գոյություն չունի, հարցում ենք կատարում նաև իրավահաջորդին։ Այսինքն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը փորձում է հավաքագրել քաղաքացու աշխատելու վերաբերյալ, եթե տվյալներ չկան, եթե տվյալներ պահպանվել, ապա այդ դեպքում քաղաքացին իրավունք ունի իր աշխատանքային ստաժը հաստատել դատական կարգով։ Որովհետև նմանատիպ դեպքերը շատ են, այ օրինակ եղել է կազմակերպությունը չկա, կազմակերպության տնօրինությունը չկա, ֆիզիկապես մարդը մահացել է եւ առհասարակ այդ մարդը մնում է առանց ստաժի։ Դա է հարցի բուն էությունը։ Փորձում ենք ինչքանով հնարավոր է օժանդակել քաղաքացուն։ Այսինքն չկա մեխանիզմ, որ ֆիքսված, օրինակ, ենթադրենք, եթե նմանատիպ իրավիճակում է, ենթադրենք, այսինչ հաշվարկով այդ մարդուն թոշակ նշանակել, թե Իմ խոսքում ես նշեցի, որ մեր համար ստաժը հաստատելու ամենաբարձր ժամանակահատվածը 92-ից 2004 թվականն է, որովհետև օբյեկտիվ պայմաններով պայմանավորված չկա, չեն պահպանվել բազաներ։ Նախարարությունը մեծամասամբ տվյալ ժամանակահատվածում աշխատելու վերաբերյալ տվյալների չտիրապետում։ Պարոն Թորոսյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ կառավարությունը հաստատել է գործատուների ցանկ, կազմակերպությունների ցանկ, խնդրեի ներկայացնեք, թե որոնք են այն կազմակերպությունները, որ հաստատված է կառավարության կողմից։ Մեծ սիրով ներկայացնեմ, որպեսզի բացթողումներ չանեմ, երևի ցանկը ամբողջությամբ թվարկեմ։ Խնդրեմ։ Ուրեմն, եթե անձը աշխատել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովում, Գերագույն խորհրդում, Հայաստանի Հանրապետության դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատներում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում, Հայաստանի Հանրապետության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության վարչությունում, պետական վարչությունում, պետական տեսչությունում, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր մարմնում, Հայաստանի կառավարության առընթեր գլխավոր վարչությունում, պետական կոմիտեում, պետական հանձնաժողովում, պետական հիմնարկում, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններում, պետական այլ մարմնում, պետական նոտարական գրասենյակում, քաղաքացիության կաթության ակտերի գրանցման տարածքային բաժնում, մետաղափորձարկման հսկողության ազգային պալատում, ձեռնարկությունների պետական ռեգիստրում, թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում և նրա ինստիտուտներում, մարզպետարանում, Երևանի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքապետարանում, Հայաստանի Հանրապետության բանկերում, կենտրոնական բանկում,
Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, գյուղական առողջության կենտրոններում, դիսպանսերներում, ատամնաբուժարաններում, լաբորատորիաներում եւ այլն։ Ուսումնական հաստատությունում, թատրոններում, կինոթատրոններում, քաղաքացիական ավիացիայի գործարաններում եւ կազմակերպություններում։ Ինչպես տեսնում եք, ցանկում ընդգրկված են բավականին լայն աշխատանքային ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ։ Այսինքն մասնավոր կառույցները դուրս են մնացել այս ցանկից։ Հիմնականում կարելի ասել այո։ Ես իմ խոսքում նշեցի, որ այս այն կազմակերպություններն են, որոնք 92-ից 2004 թվականները հիմնականում աշխատել են, պարապուրտներ չկան։ Հիմնականում ընդգրկված են պետական կազմակերպությունները եւ այն կազմակերպությունները, որոնք համեմատաբար քիչ պարապուրտներ են ունեցել։ Այս ամեն ինչը ինձ թվում է շատ օգտակար է մեր հանրության համար։ Հիմա գանք մեր մեկ այլ շերտի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հասարակությանը, քաղաքասարակությանը։ Ինչ կանոնակարգով է նրանց ստաժները հաշվարկվում, ինչ մոդել, ինչ որոշում կա այդ ուղղությամբ, ինչ կասեք։ Այս պարագայում Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած լինելու դեպքում մինչև 2014 թվականը աշխատանքային ստաժը կհաստատվի աշխատանքային գրքույկով, այսինքն սոցիալական վճարներ կամ աշխատավարձը ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարություն է ստացվել Լեռնային Ղարաբաղի տվյալ բնակավայրի անհատական հաշվառման համապատասխան բազան, այսինքն եթե նախարարությունում առկա են Լեռնային Ղարաբաղի տվյալ բնակավայրի անհատական հաշվառման բազան, ապա այդ դեպքում ի վերը նշվածը չկիրառում, այսինքն բազայում առկա են սոցիալական վճարներ, անհրաժեշտություն չկա ըստ ամիսների աշխատավարձ կամ սոցվճարների տեղեկանք ներկայացնելու համար։ Ավելի պարզեցված է։ Պարոն Թորոսյան, հենց կենսաթոշակ ստանալու համար ժամկետներից խոսենք, որ ժամկետներում պիտի քաղաքացին դիմի, նախ մի հստակեցում, քանի տարեկանից է արդեն թոշակի տարիքը, կին, տղամարդ, քանի որ վերջին ժամանակահատվածում կես ասում է այս տարիքն է, այն տարիքն է, խնդրում եմ ներկայացնեք որ տարիքից եւ ժամկետների մասին, որ պարագայում կարող է դիմել ինչ ժամկետներում եւ այլն եւ այլն։ Խնդրեմ։ Նայեք, մեզ մոտ կին տղամարդ առանձնացում չկա։ Կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած այն անձինք, իրավունք ունեն այն անձինք, որոնք ունեն առնվազն 10 օրացուցային տարի աշխատանքային ստաժ։ Այսինքն, եթե մարդն ունի 10 օրացուցային տարի աշխատանքային ստաժ, 63 տարին լրացել է, կարող է դիմել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կենսաթոշակի նշանակման համար։ Մեր մոտ չի առանձնացվում կին թե տղամարդ։ Իսկ ժամկետները։ Ժամկետները, եթե մարդը 63 տարին լրացավ եւ երամսյա ժամկետում դիմեց սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ապա նրա կենսաթոշակը նշանակվում է իր ծննդյան օրվանից, այսինքն 63 տարին լրանալու օրվանից։ Երամսյա ժամկետում չդիմելու դեպքում բնականաբար նշանակվում է դիմելու օրվա դրությամբ։ Եվ շատ հետաքրքիր, որ մեր հանրությանն էլ է շատ ուզում, երբեմն գրքույկներում տառասխալներ, այսպես սխալներ են տեղի ունենում։ Այդ պարագայում ինչպես է կանոնակարգվում այդ հարցերը։ Նման դեպքերի համար կառավարության այս որոշումն ունի էական կարգավորումներ։ Հղում անեն որոշմանը, խնդրեմ։ Աշխատանքային գրքույկում կատարված գրառումները հիմք են ընդունվում նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկի անընթեռնելի կնիքով առանց կնիկ գրառումները կատարված են տիտղոսաթերթում կամ միջնամասում, իսկ դրանից հետո կատարված գրառումները եւ դրանք հաստատած կնիքներն ընթեռնելի են։ Միջնամասի գրառման աջ մասում բացակայում է աշխատանքի ընդունման կամ ազատման ամսաթիվը եւ կամ հրամանի համարը, ազատման գրառումը հաստատված չէ պատասխանատուի ստորագրությամբ, իսկ դրանից հետո կատարված գրառումները համապատասխանում են գրքույկները վարելու կարգին։
Տիտղոսաթերթում բացակայում է անձի կամ համապատասխան կազմակերպության, որտեղ առաջին անգամ լրացվել է աշխատանքային գրքույկը, պատասխանատու անձի ստորագրությունը։ Հայերեն կամ ռուսերեն բաժիններից մեկում լրացված տվյալները համապատասխանում են անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հետ։ Աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանների միջակայքերում բացակայում են կազմակերպության անվանափոխության առնչվող կամ այլ պաշտոնի տեղափոխման հրամանները։ Այս դեպքում կազմակերպության իրավահաջորդության, իրավանախորդության կամ անվանափոխության մասին տեղեկատվությունը ճշտվում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, գործատուի, ազգային արխիվի կամ այլ պաշտոնական աղբյուրի միջոցով։ Եթե աշխատանքային գրքույկի տիտղոսաթերթում նախկինում կային անհամապատասխանություններ անձի անվան, ազգանվան, հայրանվան հետ կապված, ապա քաղաքացին այն ժամանակ գնում էր եւ նոտարական կամ դատական կարգով հաստատում էր աշխատանքային գրքույկը իրեն պատկանելու փաստը։ Այս որոշմամբ ստաժը հաստատող փաստաթուղթը համարվում է, որ պատկանում է տվյալ անձին, եթե դրանում նշված տվյալներով բնակչության պետական ռեգիստրում անձ չի նույնականացվում, իսկ անձի անունը կամ հայրանունը կամ ազգանունը նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված անունից, հայրանունից տարբերվում է իք վերջավորությամբ, օրինակ Արա եւ Արայիկ, կամ նույն անունի ընդունված արտասանական կրճատ տարբերակով, օրինակ Հովանես, Հովիկ, Հովո, Օհանես, կամ տառասխալով, օրինակ Հովանես, Հովահանես։ Ազգանունից տարբերվում է դրա բառարմատ հանդիսացող անունի հնչյունափոխությունից, օրինակ Հովհաննիսյան եւ Օհաննիսյան, կամ տառասխալով, օրինակ Հովհաննիսյան, Հովահաննիսյան, կամ վերջավորությամբ, օրինակ Մարգարյան եւ Մարգարով։ Այս ամենից ելնելով նաև կոչ անենք մեր գործատուներին, որպեսզի գործի ընդունելուց ընդունեն այնպիսի մարդկանց, որոնք այդ գործավարական գործողությունները հստակ եւ գրագետ իրականացնեն։ Իհարկե, մինչ այս մենք կենսաթոշակ նշանակելու գործընթացում բախվում ենք մի շարք խնդիրների։ Մարդ բերում էր աշխատանքային գրքույկ, որտեղ իր անձնագրի եւ գրքույկի միջև կային անհամապատասխանություններ։ Մի տառի, տառասխալի, այն ժամանակ մեզ իրավական կարգավորումները թույլ չէր տալիս գրքույկը ընդունել որպես աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ։ Ինչպես նշեցի, ուղարկում ենք որ նոտարական կամ դատական կարգով աշխատանքային ստաժը իրեն հաստատելու փաստը հաստատվի։ Ինչպես տեսնում եք, կառավարության այս որոշումով ահագին բարեփոխումներ կան։ Այ ինչ պիտի անի քաղաքացին, խնդրում եմ դա ներկայացնեք եւ ժամկետների մասին խոսենք։ Ինչ ժամկետներում պիտի դիմի սոցիալական ծառայություն միասնական։ Ինչպես սկզբում նշեցի, սույն որոշումը գործում է 2025 թվականի նոյեմբերի 8-ից սկսած։ Այն քաղաքացիները, ովքեր կգտնեն, որ իրենք հանդիսանում են վերը նշված փոփոխությունների շահառու, կարող են միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն դիմել եւ ներկայացնել կենսաթոշակի վերահաշվարկման դիմում։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Իսկ այն քաղաքացիները, որոնց կենսաթոշակի նշանակման գործընթացը դեռ ընթացքում է, այսինքն կատարում են ստաժի ճշտումներ կամ հարցումներ, ապա կենսաթոշակի ստաժը հաշվարկելիս սույն որոշման դրույթները կտարածվեն նրա աշխատանքային ստաժի վրա։ Հուշեմ, որ չնայած ժամկետային սահմանափակում չկա, սակայն այս որոշման իրական շահառուները տարածքային կենտրոն դիմելիս կենսաթոշակի վերահաշվարկման համար, նրանց կենսաթոշակը կվերահաշվարկվի դիմելուն հաջորդող ամսվա 1-ից, այսինքն որքան շուտ քաղաքացին այս որոշման շահառուն դիմի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ներկայացնի վերահաշվարկի դիմում, այնքան ավելի շուտ իր կենսաթոշակի չափի ավելացումը կկիրառվի։ Այսինքն կառավարության որոշումը փաստացի հենց քաղաքացու շահերից է բխում, այստեղ պիտի քաղաքացին աչալուրջ լինի եւ ժամանակին դիմի սոցիալական միասնական ծառայություն։ Ճիշտ է։ Այո, ինչպես նշեցի, ժամանակային սահմանափակում չկա, սակայն ի օգուտ իրեն ցանկալի է, որ ինչքան հնարավոր է շուտ դիմի, որովհետեւ եթե վերահաշվարկ կատարեցինք, իր կենսաթոշակի չափը փոխվելու է, վերահաշվարկը կատարվելու է դիմելու հաջորդ ամսվա 1-ից։
Իհարկե հասարակության լայն շերտերին շատ հետաքրքրում է թոշակները կբարձրանան թե ոչ, դա ձեր գործառույթը չէ, բնական է, հուսանք որ մի օր էլ թոշակների բարձրացում կերնի, բայց կառավարության այս որոշումը ի վերջո ինչ տվեց մեր հանրությանը։ Որոշման կիրառումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կենսաթոշակառուների, այլ նաև մեր միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատակիցների վրա, ինչպես նաև արխիվի աշխատակիցների վրա։ Ստաժների հաշվարկման գործընթացը կպարզեցվի, հարցումները էականորեն կկրճատվի շեշտակի վարչարությունը եւ բնականաբար շահառուներն էլ համեմատաբար քիչ կդժգոհեն։ Եվ կոռուպցիոն ռիսկերն էլ իսպառ կվերան այս պարագայում։ Իհարկե։ Եվ վերջում մեկ անձնական հարց էլ, որ շատ շատերին է հետաքրքրում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ձեր ազգականն է։ Այո, շատերին է հետաքրքրում, բայց ոչ։ Շնորհակալություն իրազեկման համար, իրապես շատ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ, ի օգուտ մեր հասարակության, մաղթենք ձեր գործառույթներին հաջողություններ, իշահ մեր հասարակության։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր, սիրելի հեռուստադիտողներ, մեր զրուցակիցն էր Միասնական սոցիալական ծառայության 14-րդ բաժին, որ սպասարկում է Լոռու մարզը, հենց այդ բաժինը համակարգող պետ Էդգար Թորոսյանը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք եթերում։